Շնորհակալ եմ Տիկին Գալյան, մի փոքր ուշացումով մոտեցա, ներողություն եմ խնդրում, եթե բաց եմ թողել։ Արդյոք դուք կենսագրությունը ներկայացնելիս պարոն Զենյալյանի հայտնեցիք, որ պարոն Զենյալյանը 2001 թվականից հանդիսացել է Հանրապետություն կուսակցության անդամ, եղել է քաղաքական խորհրդի անդամ, այս կուսակցությունը հիմա կոալիցիա է կազմում Երևանի ավագանու ընտրություններում, պարոն Զենյալյանը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է նաև արդարադատության նախարար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 7-րդ կետն ասում է, որ դատավորը չի կարող զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ, այո, մի քանի օր առաջ բավարարելով օրենքի համապատասխան պահանջը պարոն Զենյալյանը դուրս է եկել Հանրապետություն կուսակցությունից, բայց փաստորեն 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ հանդես եկել եւ մեկ անգամ չէ, որ գործող իշխանություններից չտարբերվող կարծիքը հայտնել, արդյոք սրանով չի խախտվում այն պահանջը, որ քաղաքական չեզոքություն պետք է պահպանի Սահմանադրական դատարանի դատավորը։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Խամոյան, դուք ինքներդ ընթերցեցիք համապատասխան նորմը, որը սահմանում է դատավորի համար պահանջ չզբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Այն պարագայում, երբ տվյալ անձը ընտրվում է որևէ ատյանում կամ որևէ դատարանի դատավորի պաշտոնում։ Այսօր մեր ունեցած իրավական կարգավորումները վերաբերում են միայն դրան եւ որևէ պահանջ չեն պարունակում առ այն, որ դատավորի թեկնածուն նախկինում կամ իր կյանքի ընթացքում երբևէ չպետք է զբաղված լինի քաղաքական գործունեությամբ։ Նմանատիպ կարգավորումներ որոշակի երկրներում շատ կարճ ժամանակահատվածների համար գոյություն ունեն, կոչվում են cooling off period, այդ համատեքստում, մեկնաբանման ենթակա նորմեր են, երբ անձանց օրինակ նշանակվելուց առաջ 1 տարվա ընթացքում արգելվում է զբաղվել քաղաքական գործունեությամբ կամ զբաղված լինելը կարող է հանգեցնել նրան, որ տվյալ անձինք չկարողանան ընտրվել համապատասխան պաշտոնում։ Բայց ներկա պահի դրությամբ մենք նմանատիպ կարգավորումներ մեր օրենսդրության շրջանակներում, այդ թվում Սահմանադրության մեջ եւս չունենք, եւ ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է առաջնորդվել այն դրույթներով, որոնք այսօր առկա են, եւ վստահեցնում եմ, որ դրանք ըստ էության խախտման ենթակա չեն եւ չեն խախտվում։ Համեցեք արձագանք։ Տիկին Գալյան, օրենքները, նորմեր, որոնք սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորի համար, բոլորս գիտենք։ Վստահաբար դուք ինձնից լավ գիտեք։ Ես ասում եմ մարդը 25 տարի եղել է եւ զբաղվել է ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Կարելի է դուրս գալ կուսակցությունից մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու նախաշեմին, բայց արդյոք այն գաղափարները, որ ինքը կրում է, կարող է իր մեջից հանել եւ դառնալ անկախ եւ անաչառ Սահմանադրական դատարանի դատավոր։ Դուք ունեք մտահոգություններ, թե չունեք մտահոգություններ, սա ձեզ մտահոգում է, թե չի մտահոգում որպես արդարադատության նախարար։ Տիկին Խամոյան, ես որպես արդարադատության նախարար եւ որպես իրավաբան պարտավոր եմ առաջնորդվել միայն օրենքով ու դրա կարգավորումներով եւ եթե օրենքը սահմանում է որոշակի ցենզ եւ չի սահմանում որևէ բացառություն, ես պարտավոր եմ խոսել հենց դրանց մասին։ Եվ սա այն դեպքն է, որ օրենքը որևէ արգելք չի նախատեսում։ Իսկ ինչ վերաբերում է հետագայում դրսևորվելիք վարքագծին անձի, ապա դրա պատասխանը եւս կա օրենքում, որովհետեւ տվյալ պաշտոնում նշանակվող անձը պետք է լինի ապաքաղաքական եւ առաջնորդվի միայն օրենքով, զերծ մնա անհամատեղելիության պահանջների խախտումից, զերծ մնա շահերի հնարավոր բախումներից եւ այլն, այսինքն այն ամենից, ինչը սահմանվում է որպես արգելք հենց օրենսդրությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Գալյան, Շատ խոսվեց եկեղեցու հետ կապված
իրադրության մասին։ Այո, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի ուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն են, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաեւ, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում, որովհետեւ այս որոշման տրամաբանության մեջ նաեւ այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղակի կամ անուղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Տերն է երկրի վրա։ Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը։ Կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը 1000 ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է։ Կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իրա քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Եվ ես էլի եմ ասում, ես դրան այսօր եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Բայց այդ մարդիկ, որ չեն կարող մի ամիս առանց ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի։ Ով է օրինակ Կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել, ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը ոնց կարա ամուսնացյալ
եկեղեցա քահանաներին Խաչատրյան ներողություն, Սամվել Խաչատրյան, ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի։ Ոնց կարա։ Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Որտեւ ինչ ասես, որտեղ ասես անում են, մի հատ էլ գալիս են այդ բանի դիրքերից, որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, գալիս են բարոյական եւ ոչ միայն իրավական բան են կիրառում։ Իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանում եք, այդ փաստի բերումով։ Մի հատ էլ ոնց կար կաթողիկ ասում են կաթողիկոսի անձնական կյանքը։ Հասկանում եք։ Կաթողիկոսի անձնական կյանքը։ Մարդիկ, ով որ խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, նրա պատմությունը, նրա ավանդույթը, նրա արժեքը քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, եւ մենք դա թույլ չենք տալու։ Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգեվոր զգացմունքներ։ Այսպիսի արտահայտություն միջամտություն եկեղեցու ներքին գործերին։ Հասկանում եք։ Սա ամեն ինչի մասին ասում է։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները միջամտնում են եկեղեցու ներքին գործերին։ Ոնց կարա այդ հավատավոր մարդկանց եկեղեցին է։ Երբ որ իրանք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն, այդ ժամանակ ոնց բանի մոմի գործը կտրիճի աղբորն է։ Այն բանի գործը, ասենք ենթադրենք, ով ձեռնադրվի, չձեռնադրվի, կաթողիկոսի բանի քրոջ որդին պետք է բանանի, այդ ենթադրենք այն մյուս հարցը, այսինքն ինչ դուք պղծել եք եկեղեցին, եկեղեցին դարձրել եք մի հատ բան, ասենք ենթադրենք մի հատ սպայից ավելի լավ սպան հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսը ասում է նոր կտակարանում, հաջորդը այս նոր խոսույթը, այսինքն նոր չէ, հին խոսույթը, տենց անում են, որովհետև թուրքերն են տենց ուզել, տենց անում են, որովհետև ադրբեջանցին։ Այս մեր իրականության ամենախոշոր եւ ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է։ Գիտեք, այդ խոսույթը այն ժամանակ էլ մենք էլ ենք տրվում այդ խոսույթին։ Լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև դե թուրքերն ու ադրբեջանցիները լսում են։ Վայ դրա մասին դե դա գաղտնիք է։ Եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք։ Եվ այլն, եւ Այս մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա։ Ես երբ որ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, ես վերջերս մի հատ ուրիշ բան եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ենք ալելու մեր սեփական զգայարանները եւ ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք։ Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասացի հետեւյալը. մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք։ Եթե անկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես, ես որտեղ է հանգել։ Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չեք տեսնում ես ինչ են խոսում։ Ինչ խոսում են, իրանք խոսում են այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի։ Մի մասը, այսինքն ամբողջը արտաքին խոսույթներից ծաղկակաղա, որը բերվում այս ամբիոն, եւ այս ամբիոնից մատուցվում է։ Եվ մենք պետք պարտավոր ենք առերեսվել այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում, ասեք, ինչ եք ուզում մեր ժողովրդից։
Ես կարող եմ ասել, ինչ եմ ուզում մեր ժողովրդից։ Ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս, ոչ մեկ չի ասել, հետո իմիջիայլոց ոչ մի լրագրող հարց չի տվել, ասել եմ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, ոչ մեկ չի ասում, այդ ինչ ասցիր, այդ ոնց ասցիր, ոչ մեկ չի ասում, էսա, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք, սրանում է խնդրեմը, եւ աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր, եւ դա պատճառը, որ աշխարհի մեր ընկալումը այն է, որ աշխարհը մի ծայրահեղ անարդար վայր է։ Իսկ կարող է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը։ Մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները։ Որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես եւ անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է, դու չես հասկանում ինչ են քո վրայով անընդհատ մեքենա քշում։ Եվ ասում ես, այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել, Աստված, ուր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծգիծ կա, լուսացույց կա, եւ պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար։ Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ Facebook-յան էջում։ Որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործ